ստորագրեն վերջում սահմանազատման բաները պրոտոկոլները, այսպես կոչված, ամենավերջում նաև պետք է պայմանագիր, երբ որ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետք է միանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Հաստատ մինչև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։ Նաև սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերածվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով է լինում։ Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով, այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում այս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Արցվաշենի թեման ծագել է այն պահից, երբ որ Արցվաշենը օկուպացվել է։ Այսինքն կանգնած է սահմանազատման Ինչ աշխատանք գրավել են աշխատանքը։ Գրավել են։ Ես ու դուք ես Արցվաշենում եմ այդ օրը։ Ես այդ օրը, բայց բան չէ, վստահ չեմ, խոսել գիտեի, թե չգիտեի։ Դրա համար ես այդքան լավ չեմ հիշում։ Պարոն Ռուբինյան, այսինքն սահմանազատման աշխատանքների գործընթացը Դե տարբերություն կան մի քիչ էլ։ Ինչ։ կանգնած է աշխատանքը սահմանազատման Կանգնած չի, բայց նկատի ունեմ նոր, կանգնած չի, բայց նոր հանդիպում դեռ տեղի չի ունեցել, կունենա որևէ խնդիր չկա, այսինքն ինքը իր հունով գնում է։ Այլ կերպ ասած, որպեսզի հստակ լինենք, սահմանազատման հետ կապված, այդ թվում անկլավային հարցերով որևէ նորություն չկա։ Իրավական հիմքերի առումով Դա պետք է սահմանազատման հանձնաժողովում քննարկվի։ Նիկոլ Փաշինյանն ասում է դեռ պետք է իրավական հիմքեր ներկայացնեն։ Նոր պատասխան։ Չէ, բայց հիմա կներեք, չէ, ներողություն, այլ մի րոպե, կներեք, Ռուզան մի րոպե։ Հիմա երբ որ վարչապետը խոսույթ է փոխել։ Ինչո՞վ է խոսույթ փոխել։ Դե նախկինում գոնե ասում էր պետք է իրավական հիմքեր ներկայացնեն, հիմա չի ասում։ Չէ, որովհետև դա ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման հանձնաժողովում։ Սահմանազատման հանձնաժողովում չի կարող սահմանազատվել սահմանի անգամ 1 սանտիմետր առանց համապատասխան իրավական հիմքերի։ Արցվաշենի մասին է խոսել վարչապետը, մենք Արցվաշենի իրավական հիմքերի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Գնեք, հիմա նաև այսպիսի բաներ կան, կարծիքներ կան, մի րոպե, ասում են Արցվաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի, այնինչ, բայց այն Ժորժ ջան, Արցվաշենը մեր տարածքն է, հասկանում եք, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արցվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որովհետև դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արցվաշենի մասին, սրա մասին է խոսքը։ Ընդ որում ոչ միայն Արցվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Պարզապես կներեք, այն անկլավների մասին, որ խոսում են, պարոն Ռուբինյան, ասում են, եթե դա անցնեն Ադրբեջան, մենք ճանապարհների ենթակառուցվածքների խնդիրներ ենք ունենալու։ Ես էլ ասում եմ, որ այդ հարցերը ենթակա են քննարկման սահմանազատման հանձնաժողովում եւ այդ հարցերի հետ կապված արդեն երբ որ սահմանազատումը հասնի դրան այդ հարցերին, արդեն կողմերը կորոշեն այդ հարցին ոնց անդրադառնան, տեսականորեն եթե փոխանակման որոշում լինի ընդհանրապես որևէ սահմանային որևէ հատվածի հետ, դա հնարավոր է անել միայն հանրաքվեով։ Կներեք, բայց մենք մի փորձ տեսանք, որ Կիրանցի հատվածում հնարավոր չեղավ ճանապարհի հետ կապված այնպիսի որոշում կայացնել, որ գոնե ճանապարհը մնա Հայաստանին, հայ գյուղին եւ նոր ճանապարհ կառուցվեց։ Որովհետեւ այդ կոնկրետ այդ կետում որոշում չկար տարածքային փոխանակման։ Բայց իդեպ եթե այդ ժամանակ էլ լիներ, պետք է հանրաքվե լիներ։ Թույլ կտաս։ Հա, դուր։ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ մինչև տարեվերջ առաջարկների մասին փաստաթղթերը կհրապարակի եւ ասել էր, կարծես թե սպառնացել էր Սերժ Սարգսյանին, որ նաեւ մի նամակ է հրապարակել։ Դուք տեղյակ եք ինչ նամակի մասին է, որովհետեւ դուք նաեւ փող արգոց նախարարակ եղել։ Դուք տեղյակ եք ինչ փաստաթղթի նամակի մասին է։ Ես ինչ-որ նամակներ տեսել եմ Սերժ Սարգսյանի գրած, բայց չգիտեմ վարչապետը որ նամակ է դեր։ Չէ, նկատի ունեմ բանակցային գործընթացում տարբեր երկրների ղեկավարներին ուղղված նամակներ տեսել եմ, բայց ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Միջողական դրամաբանություն կար այնտեղ։ Նարեկ ջան, լավ է։ Ոնց կարող է Սերժ Սարգսյանը ոնց կարող է զիջողական լինել։ Ոչ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը իրենք ուղղակի բաներ են, չէ՞, քաջարի մարտիկներ են եղել, ինչ զիջողական։ Այդ քաջարերին ասածը հայկական է։